Եվ մեր վերջին ռեպորտաժը սիրո տոնի առիթով Դավիթ Դավթյանը լուսանկարում մեր զինվորը հայկական բանակում այս անգամ ուսումնասիրել է սիրո եւ պարտքի տարիքը, ինչպես սիրել, երբ պարտավոր ես ծառայել եւ ճիշտ է, որ սերը սրտում ավելի լավ ես ծառայում։ Սեփական փորձով եւ ընկերների օրինակով մեր օրերի ժամկետային զինծառայող Ռոմեոն փորձել է պարզել, թե ինչ է փոխվել այն օրերից, երբ բանակում նամակներին փոխարինելու եկան սիրո խոստովանության հեռախոսազանգերը եւ սրտիկներով SMS-ները։ Մնում ելքու ճարդեն են գտնում հնար, այսպես սակեց արեգակեց սարդարապատի մարդը մեզ։ Երգը հայտնի է հայրենասիրական, զինվորական, հաղթական։ Հենց հաղթանակից ծնված ստեղծագործությունն էլ հայտնվել է զինծառայողների երգացանկում, նաև ուսանողուհի Աննայի պլեյլիստում։ Աննա Մարդանյանն ապագա մաթեմատիկոս է, ապրում է Երևանում, սիրելին զինծառայող է հեռավոր Վարդենիսի զորամասում։ Սիրահարների օրվա առթիվ Աննան որոշել է անակնկալ մատուցել սիրելիին։ Ճանապարհին ռազմահայրենասիրական երգերն են ամենահինը երկրորդ աշխարհամարտի տարիներից։ Գրում ենք, որ լավ եք, չաստը ծառայում ենք, գործը լավ է, առողջ ենք, առայժմ իրանք էլ գրում են ընտանիքական պայմանը, կոլխոզա, սովխոզա, զավոդ աշխատում են, գրում էին։ Մնացական պապի համար գուցե դժվար է մտաբերել պատերազմական զարգացումներն ու ֆրոնտում ունեցած բոլոր հաջողությունները, սակայն հիշում է, ինչպես կռվի թողուբոհի մեջ հասցրեց սիրահարվել, մտերմանալ, պարզապես չամուսնացավ։ Վետերանը կես կատակ, կես լուրջ պատմում է մանրամասները, անկեղծ ասած, պատճառը զոքանչն էր։ Մերս ասեց տղա ջան, եթե դեռասեն կվերես քեզ համար բեր, եթե չի ասեց ստե աղջիկեր շատ կան։ Ծնողին լսում էին։ Ասի Գալինա համաձայն չեն, Գալիները ասում որ գնանք, մորս էլ պետք է տանենք։ Դե ուր շալակեի բերի։ Սիրելի Գալինայի էջը փակեց ու շարունակեց սիրո մեկ այլ պատմություն, որը նույնպես այն ժամանակ կիսատ մնաց։ Սիրո ռեստարտը պետք է տար մարտական ընկերը, սակայն չհասցրեց։ Որոշել էր մնացական պապին ամուսնացնել քրոջ հետ, մինչդեռ զոհվեց, երազանքն ու խոստումը թողնելով մարտի դաշտում։ Բարձրացավ, ասես Գրիգորյան, պատերազմը վերջացել է, ասի լաժից չի կարելի։ Противник ասի тебе убьет снайпер, ихний снайпери очень боевые были։ Վերջը խփեցի, համահացան, ընկավ կողքից, իրիկունը մութա, մեզ տաղ, լացեցի, քնեցի։ Վետերանը վերադարձավ Երևան, ամուսնացավ, զավակներ ունեցավ, ռազմաճակատում ձեռք բերած երջանկության մեխանիկան թողնելով ծանր կոստյումի ու խորհրդային ու պատվավոր շքանշանների կողքին։ Հիմա երբ մենակության մեջ է, հետ հայացք է գցում 40-ականներին, ապա անկեղծորեն պնդում է. դա մեծ պատերազմի, բայց եւ մեծ սիրո շրջան էր։ Մեծ ադրենալինը բավարարեց հասնել մինչև 91 տարեկան։ Քիչ ուտես, շատ կապրես, շատ ուտես, շուտ կմահանաս։ Ոտով եմ բարձրանում, ոտով վիշնում եմ փետը ձեռիս, որ վտերես աշխատի։ Եթե մարդը ման չի գալիս, դրա սրտի աշխատանքն էլ չի կարգավորվում։ Քո եկին գծով է կապուտակ, դու կանաչ ես ու ծաղկում, ինչ շպտում են արևատակ, քո վարդագում։ Երգը փոխվեց, Աննայի հիշողությունը պապերից հասավ հայրերին, որոնք էլ կերտեցին նոր հաղթանակ, նոր հնարավորություն անկախ ապրելու, Հայաստանի ու Արցախի մասին պայքարով ու երգով։ Երիտասարդական 20-ից ավել տղաներ կան, որոնք անշուշտ մտքով նաև իրենց սիրեցյալին էին հիշում, բայց նամակ գրելու առումով այդ հնարը չկար։ Սիրելիին ու սիրելի տողեր գրելու համար պայմանները բավարար չէին, փոստատարներին դժվար էր հանդիպել։ Մարտի դաշտում ամենամոտը հակառակորդն էր ու սեփական ընկերը Հրացանը, երբ լռությունը դարձել էր երազանք։ Նամակ գրելու առիթը եղավ, երբ որ Մարաթուկի տղաները եկան Շուշիի համերգով, հետո Ստեփանակերտում համերգ տվեցին, հետո հատուկ թույլտվություն էին խնդրել Պաշտպանության պետական կոմիտեից, ու եկել էին հասել էին Զագլիկ, որտեղ տեղակայված էր մեր բազան։ Հետո դիրքերից որ եկանք անակնկալ է նաև մեզ համար, էլի։ Տեսա ընկերներից մեկը կամերով նկարում, ասի՝ «Նեջ նամակ գրեմ ուղարկի»։
կռվի ամենաթեժ պահերին ստեղծված հնարավորությունը բաց չթողեց։ Արմեն Մուշեղյանը կարոտով ու առանց վարանելու ողջունեց սիրելիին, խնդրեց հոգ տանել երեխաների ու տարեց ծնողների մասին։ Միայն վերջին պահին կարողացավ գրել «Սիրում եմ քեզ»։ Ցույցումը ուղղված էր տիկնոջը, որ այդ ժամանակահատվածում ինքը առավել ուշադիր լինի բոլոր հարցերում, նաև զորավիք լինի, այդ ամբողջ հարցերը կարգավորել լինի։ Կինս եւ մայրս։ Արցախյան գոյամարտը կենսագրություն է շատերի համար, նաև նոր ընտանիքի սկիզբ, երբ հանդիպեցին բժշկական վրաններում ու հոսպիտալներում, սիրահարվեցին իրենց կյանքը փրկած հայուհիներին։ Հոսպիտալին պարկած առաջի բուժօգնությունն ստանում, արդեն նուրբ եւ քնքուշ վերաբերվում, սա նաև առիթ է հանդիսանում, որ լավագույն առիթն է, երբ որ մարդը կարողանա ընտրություն կատարի եւ ամբողջ կյանքի ընթացքի համար ընկեր ունենա։ Այս պատմությունները կանգ են առնում, երբ ազատամարտիկը հիշում էր ընկերների զրույցները, հատկապես սիրո տոնին, երբ օրացույցի այդ օրն էր գալիս, միայն մեկ նախադասություն էր լսվում՝ ժպտում էին ու վազում մարտի, որովհետև պատերազմը նաև սիրելիների համար էր։ Չեն էլ ընկճում։ Այ ուղղակի ասում եմ լավ կլինի, որ այս կնոջս կողքին լինեի, մի բան նվիրեի, նաև ծննդյան օրը մարդ ինչպես է իրան զգում, չէ՞։ Թե իր ծննդյան օրը, թե կնոջ ծննդյան օրը, այսինքն մարդու ոգևորությունը մի այլալն է։ Այսին սիրուն լավ գարուն է, ծաղիկները արթնանում են, սիրո ճամփան ստանում է, ստանում է։ Բավիները օրորվում են, հարսերի պես շորորվում են, նրանց սիրուց մոլորվում է մանդաթար։ Խորհրդանշական է թե պատահական, սակայն սիրո հասակը համընկնում է հենց զինվորական տարիքի հետ, զինվորի հետ։ Հետևաբար շատերն են այդ ընթացքում զորակոչվում ու զորացրվում, սիրով ու սպասելով, 2 տարին խտացնելով 1 օրում սիրո ու երջանկության տոնին։ Սա Աննայի մտքերն են ու սպասումները, երբ մոտենում է զորամասի մուտքին։ Սիրո տոներին նվիրված օրերին զինծառայողները ունեն մի քանի հնարավորություն իրենց սիրելիներին շնորհավորելու համար։ Ոմանց սպաները տրամադրում են հեռախոս, որպեսզի կարողանան զանգել եւ բջջայինով շնորհավորել։ Ոմանք նամակով են իրենց սիրելիներին շնորհավորում, եւ կա երրորդ տարբերակը, երբ իրենց սիրելին սպասում է դարպասների առաջ։ Բանաձևի առաջարկով ու նախաձեռնությամբ զորամասի հրամանատարության ակտիվ մասնակցությամբ ու նվագախմբի հնչյունների ներքո Վահագնը անակնկալի եկավ, հուզվեց, գրկեց ընկերուհուն ու անկեղծացավ, անգամ չէր երազել այսպիսի նվերի մասին։ Անակնկալը չեմ կարող ասենց ներկայացնեմ բառերով, թե ինչ զգացի այդ պահին, մենակ զգացի, որ կցկավանդակից հատվածում ինչ-որ մի բան հեսա կտրակի։ Վահագնը ապագա դերասան է, զորամասի թերթի խմբագիրն ու լրագրողը, հենց նա է պատրաստելու Փետրվարյան տոների մասին հոդվածը։ Ես շատ եմ հպարտ, որ իմ ընկերը զինվոր է, կցանկանամ, որ բոլոր զինվորները անվնաս վերադառնան իրենց ընտանիքները, իրենց սիրելիների մոտ։ Զինվորների մասին ամենատեղեկացվածը զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն է։ Փոխգնդապետ Գրիգորյանն անգամ գիտի, թե զինվորներից քանիսն են սիրահարված, քանիսը ոչ, եւ ամենակարևորը, թե լավ ծառայելու համար որն է ավելի օգտակար։ Բնական է, սիրահարված զինվորը ավելի լավ է ծառայում, քանզի այդ աղջիկը, որը բնակվում է Հայաստանում, եւ ծառայությունը ինչպես հայրենիքին, այնպես էլ սիրած աղջկան է մատուցվում, որովհետեւ այդ սիրած աղջիկը Հայաստանի քաղաքացին է երկրի եւ զինվորը ինքը պարտավոր է իր սերը ծառայության ատրիբուտներով մատուցի իր սիրած աղջիկան։ Սրտիս մեջ էր կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս, արար աշխարհին ճկում է խանդավառ։ Այս երկի հնչյուններով էլ Աննան վերադառնում է տուն, հիշողություններն ու ապրումները ամփոփելով 1 օրվա 1 ճանապարհորդության մեջ, որ յուրաքանչյուր տղամարդ սահմանին կանգնած հիշում է իր գեղեցիկ կեսին, սիրում ու հսկում հայրենի սահմանը նաև հանուն նրանց անվտանգության, չէ որ պարտքը կատարում է առաջին հերթին սիրո հասակում։ Հազար կարոտ ու երազան, ախ ինչ լավ ես իմ սիրո հասակ։ Դավիթ Դավթյան, Բանաձև։